մեր գյուղն է, որ հպարտ, լեռների մեջ միգապատ, խոր ձորերի քարափին, ձեռը տված ճակատին, միտք է անում տխրադեմ, ինչ է ուզում, չգիտեմ։ Մենք լսեցինք մի հատված Հովհաննես Թումանյանի Մարոն պոեմից։ Այս պատառիկը ես կարդացի ևս մեկ անգամ ցույց տալու համար, թե ինչպես է բանաստեղծի գրչի հարվածով գյուղը շունչ առնում։ Սա արդեն այն չոր ու ցամաք բնակավայրը չէ, որտեղ մարդիկ են ապրում, այլ գյուղը, որ մարդու պես մտածում է։ Թումանյանի գրչով հայրենիքը կյանք է առնում, եւ մենք հասկանում ենք մի կարևոր բան, որ մեր երկիրը տեսնում է, մտածում ու տխրում։ Մարոն ժամանակի տիրող խավար բարքերի մասին է, երբ 9 տարեկան աղջնակին կարող էին ամուսնացնել եւ ըստ էության խորտակել նրա կյանքը։ Այսօր մեր կյանքում նման երևույթներ չկան, բայց չկան նաեւ այն պատճառով, որ Թումանյանը ժամանակին պայքարել է դրա դեմ։ Այնպես չէ, որ խավարն ամբողջությամբ պարտվել է եւ հիմա ամեն ինչ կատարյալ է։ Ցավոք սրտի ոչ, խավարն ընդամենն իր դեմքն է փոխել։ Տգիտությունն այսօր էլ խրախուսվում է եւ լայնորեն տարածվում, քանզի հեշտ է կառավարել անկիրթ մարդուն, հեշտ է նրան մոլորեցնել։ Իհարկե հայտնի բան է, լինում են նաև կիրթ սրիկաներ։ Հովհաննես Թումանյանի մեծությունը նաև այս հարցում է մեզ օգնում։ Թումանյան իմացողն ու սիրողը դժվար թե սրիկա դառնա։ Հարցն այն է, որ մենք հաճախ կերպարներ ենք ստեղծում, բայց խորքում մնում դատարկ ու անկիրթ, անսիրտ ու անտարբեր։ Մեզանում քիչ կլինեն մարդիկ, ովքեր չգիտեն Հովհաննես Թումանյանին։ Շատերը ցավոք անունը միայն։ Թումանյանն անցած գնացած բանաստեղծ չէ, նա մեր ուղեկցողն է, մեր առաջնորդը, ջահագիրը։ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, ու մենք անհատնում, էնանլույս մթնում, երկար դարերով գնում ենք դեպ վեր, հայոց լեռներում, դժար լեռներում։ Տանում ենք հնուց մեր գանձերն անգին, մեր գանձերը ծով, ինչ որ դարերով երկնել է ծնել մեր խորունկ հոգին, հայոց լեռներում, բարձր լեռներում։ Բայց քանի անգամ շեք անապատի, օրդուները սև, իրարու ետև եկան, զարկեցին մեր քարվանն ազնիվ, հայոց լեռներում, արնոտ լեռներում, ու մեր քարվանը շփոթ սոսկահար, թալանված, ջարդված ու հատված տանում է իրեն վերքերն անհամար հայոց լեռներում, սուքի լեռներում։ Ու մեր աչքերը նայում են կարոտ հերու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ, հայոց լեռներում, կանաչ լեռներում։ Սա առաջնորդի խոսք է, իսկ պայծառ առավոտ կբացվի այն ժամանակ, երբ ընդունենք մեր իրական առաջնորդին Հովհաննես Թումանյանին, գիտակցենք, որ դարեր շարունակ ոչ թե մեր հոգու դատարկությունն ենք տանում, այլ մեր հինավուրց երկրի գանձերը, ինչ որ ծնել է մեր խորունկ հոգին։ Ոչ մի ժողովուրդ, այն էլ այնքան հին ժողովուրդն ինչպիսին մենք ենք, բնական է չէր կարող անվնաս կատարյալ առողջ գալ հասնել 21-րդ դար։ Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում ասելով, մեզանից շատերը մեծամտանում են։ Այո, մենք տկլոր ազգ չենք, բայց միակը չենք եւ հին լինելով հանդերձ բազմաթիվ պատճառներով ետևից ենք գալիս։ Մենք քաղաքակրթական առաջնորդ չենք, սա պետք է ընդունել եւ փորձել լինել այդպիսին։ Կարծում եմ մեր օրերում իրական ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորություններ կան, քանզի այսօր անհատն անհամեմատ ավելի ազատ է, քան նախկինում։ Ես գիտեմ մի օր, ասում է Թումանյանը, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան, գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել։ Մենք պետք է թողնենք 21-րդ դարին բնորոշ աղմուկը եւ խորասուզվենք թումանյանական աղմուկի մեջ։ Մեր սրտում հարկ է որ աղմկի Թումանյանը եւ մեր մյուս երևելիները։ Եթե չենք կարող ամբողջովին մերժել մեր ժամանակների քաոսը, գոնե կարող ենք հակադրվել եւ կշեռքի նժարների երկու կողմում էլ քարերը ծանրացնել։ Սա է մեր ապրելու բանաձևը, այլապես փոխաբերական ասած ժամանակը մեզ կոչնչացնի։ Ժամանակն է, որ սովորենք կառավարել մեր կյանքը եւ գնահատենք ազատ մտածելու հնարավորությունը։ Լորեցի Սաքոն, ողբերգական պատմությունը Թումանյանն անմահացրել է համանուն պոեմում, հովիվ էր։ Թեկուզ եւ մենակ լինի փարախում, աժդահա Սաքոնը ինչից է վախում։ Հապա մի նայիր հսկա հասակին ոնց է մեկնվել, ասես ահագին կաղնքի լինի
անտառում ընկած։ Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ գլուխը մեխած մահակը ձեռին, ձեն տարավ, կանչեց զալում շներին ու բիրտ, վայրենի կանգնեց ինչպես սար, այն ժամ կիմանաս, թե ընչի համար, թե գող, թե գազան, հենց դատարկ վախից հեռու են փախչում նրա փարախից։ Սաքոն, ինչպես Թումանյանն է նկարագրում, անվախ էր, քաչ, հսկա, բայց խելագարվեց։ Խելագարվեց, քանզի անկիրթ էր եւ իր տատի պատմած հին զրույցները չարքերի ու դևերի մասին մեծ հասակում հիշելով շարքից դուրս եկավ ու ցնորվեց։ Թե ինչու էր տատն այդպիսի բաներ պատմում փոքրիկ թորանը, լավ հարց է, բայց Ռաֆու պարագայում, ով նույնպես մանուկ հասակում լսել է բազմաթիվ այդպիսի զրույցներ, դարձել են վեպեր, պատմություններ, իսկ Սաքոն խելագարվեց։ Ուրեմն կիրթ մարդու ձեռքերում կավ է, անկիրթ մարդու ձեռքում կրակ։ Իր ժողովրդի հիվանդություններն իմացող եւ դրանց բուժումներ առաջարկող բանաստեղծն իհարկե չէր կարող սովորական մեկը լինել։ Թերևս երկնքի ու երկրի միջև ինչ-որ գործարք է տեղի ունեցել եւ աշխարհ է եկել Հովհաննես Թումանյանը իբրև պարգև հայ ժողովրդին իր կրած տառապանքների համար։ Սակայն ինչ տեղ է գրավում այսօր Հովհաննես Թումանյանը մեր կյանքում։ Թումանյանը խորհրդանիշ է եւ հատկապես որևէ գրական միջոցառում կազմակերպելիս անպայմանորեն պետք է շեշտադրվի ամենայն հայոց բանաստեղծի հավերժ ներկայությունը։ Սրանով է նաև պայմանավորվում ազգային գիտակցությունը։ Այո, մենք համաշխարհի մի մասն ենք, բայց ոչ որպես որբեր, ոչ որպես Ռազմիկ Դավոյանի բառերով ասած անտուն ուղևորներ։ Մենք առնվազն Հովհաննես Թումանյանի ժառանգներն ենք եւ նրա ջահը վառ պահողները։ Շարունակեք հետևել իմ անդրադարձերին, հաղորդումն ավարտեմ Հովհաննես Թումանյանի քառյակով։ Իմ կնունքին երկինքը ժամ, արևը ջահ սրբազան, ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն ավազան, սարը եղավ կնքահայրս, ցողը մյուրոն կենսավետ, ու կնքողս նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։